2026 թվականին բուհերի ընդունելության համար կառավարության կողմից հատկացվել է 12720 տեղ, սակայն բուհեր ընդունվել է ընդամենը 9620 դիմորդ։ Հատկացված տեղերից 2133-ն անվճար են, 10587-ը վճարովի։ Անվճար տեղերը զբաղեցրել է 1875 դիմորդ, վճարովի հիմքով բուհ է ընդունվել 7799 դիմորդ։ Այսինքն, հատկացված տեղերում ընդգրկվելու ցանկություն ունեցող երիտասարդների թիվն է բավականին նվազել։ Մեկ դիմորդ, ես բուհ չեմ նշի արժեք, 22 բուհ, 53 մասնագիտություն ունի ընդամենը մեկ դիմորդ։ Եվ 31 բուհի 119 մասնագիտություններ ընդհանրապես չհայտագրված դիմորդներ։ Խնդիրն այն է, որ սա կայուն միտում է։ Հայաստանում բուհական ընդունելության թվերը վերջին 3 տարիներին մտահոգիչ պատկեր են ուրվագծում։ Պետությունը ամեն տարի ավելի քան 2000 անվճար եւ հազարավոր վճարովի տեղ է հատկացնում բուհերին։ Սակայն դրա մի մասը այդպես էլ մնում է թափուր։ Շատ դիմորդներ պարզապես չեն ընտրում կոնկրետ ոլորտներին առնչվող մասնագիտություններ կամ չեն հանձնում անհրաժեշտ քննությունները։ Խոսքը մասնավորապես գնում է որոշ ճարտարագիտական մասնագիտությունների, մանկավարժական, գյուղատնտեսական, սրանք ոլորտներ որտեղ պետությանը պետք են մասնագետներ, բայց քանի որ այդ ոլորտներում աշխատավարձը ցածր է, այդ թափուր տեղերը մնում են։ Կրթական համակարգի տենդենսները Հայաստանում ներկապային որոշում է աշխատաշուկան, այլևս չկան ավանդական թրենդային մասնագիտություններ։ Մրցակցությունը մեծ է այն ոլորտներում, որոնք ապահովում են կայուն բարձր աշխատավարձ։ Իրավագիտության, տնտեսագիտության, բժշկության եւ տեղեկատվական տեխնոլոգիաներին առնչվող մասնագիտությունների համար մրցակցությունը դեռ բավականին մեծ է։ Այդ անհամաչափությունն է, կան ոլորտներ, որտեղ մարդիկ միլիոնավոր աշխատավարձեր են ստանում, ունենք ոլորտներ, որտեղ աշխատավարձը 100,000 էլ չի կազմում։ Հիմա եկամուտների տարբերությունները ասել են վտանգավոր չափերի։ Այս խնդիրը լուծելու համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտներում, որտեղ մի քանի տարի անց արդեն կունենանք սերնդափոխության եւ ուրեմն նաեւ անհրաժեշտ կադրերի խնդիր, պետությունը պետք է ստեղծի մրցակցային եկամուտների ապահովման գործիքներ, որպեսզի երիտասարդները շահագրգռված լինեն իրենց ուսումն այդ ուղղությամբ շարունակել։ Առայժմ տարբեր ամբիոններից հույս են հայտնում, որ հացը կլուծվի տարիներ անց ակադեմիական քաղաքի կառուցման շնորհիվ։ Ակադեմիական քաղաք ծրագիր եւ այստեղ մենք նախորդող տարում շատ ակտիվ աշխատանք ենք արել։ Այժմ ակտիվ նախապատրաստական փուլում ենք, այս պահին նաեւ հայտարարված մրցույթներ ունենք ոռոգման համակարգի, էլեկտրասնուցման համակարգերի հետ կապված։ Կան այլ գործոններ եւս, որոնք բուհերում ուսուցման process-ից հեռու են պահում երիտասարդներին։ Դրանք են կրթության համար անհրաժեշտ ժամանակը, փողը եւ ուսման համար ավելի արդյունավետ միջոցների առկայությունը։ Մենք այսօր ունենք աշակերտներ, որոնք 400-500 000 գումար են վաստակում աշակերտ լինելով։ Հիմա ինքը մտածում է գնամ համալսարան, ինչ պիտի անեմ ես։ Դժվար թե ավելիին հասնեմ։ Պրակտիկ են դարձել։ Ամեն տարի դիմորդների մոտ 15-ից 20%-ը չի կարողանում հաղթահարել ընդունելության նվազագույն շեմը եւ դուրս է մնում մրցույթից։ Այսինքն բուհերում դատարկ մնացած տեղերի խնդիրը միայն դիմորդների թվի մեջ չէ։ Հանրակրթական համակարգի որակական մակարդակը եւս այստեղ էական դեր է խաղում։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։